Չի խոսում որ դա վախկոտ երևույթ է, թողի դատարանի մասի տոզեր մոր բերանել իսկականից, սենց այլ ախպեր։ Ժնջիլները կախած, սադոմազո, նարինա, դեցած սրանժույն։ Так, մինչ, եկեք սկսենք բողոքներով ինչպես և միշտ։ Ես վերջերս եմ իմանում, որ մեր հաղորդաշարը ստացել է նոր անվանում Հայաստանի Հանրապետության թեժգից։ Իհարկե մենք տենում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի պետական հիմնարկի թեժգից չի աշխատում և մարդկանց թեժգիծը այո իրավի դարել է այս խոսափողը։ Բայց որ ես կդառնամ նաև Հայաստանի Հանրապետության թեժգից, այդ անվանման կրողը եւ հաճելի է եւ իհարկե զարմանալի, որովհետեւ թեժ գծի մոտ նստած ագարտեկը փող են ստանում, իսկ Վարդան Ղուկասյանը փող չի ստանում։ Ընդհակառակը ներվերն է քայքայում, առավել եւս այդ թեժ գծի այդ այսպես կոչված հիմնարկությունները, որոնք որ պարտավոր են գնալ դրա հետևից։ Ես իմ նախընտրական ծրագրի մեջ նշելու եմ կառավարության թեժ գծի արկայությունը, պարտադիր, որը կաշխատի 24 ժամ, եւ աշխատացնելու է այդ մեկտեղ էլ կաշխատացնի բոլոր հիմնարկներին։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեզ հանգստացնում է Վարդան Ղուկասյանը, կամ ոնց որ ասում են Հայաստանի Հանրապետության թեժգիծը։ Մեզ ասեցին, որ դուք բողոք ունեք բարձրաձայնելու, մեր եթերի ընթացքում ներկայացեք եւ ունեք 3 րոպե։ Այո, ես Նարինեն Սարգսյան։ Ուրեմն պարոն Ղուկասյան ջան, Արարատ Արոյանի մուրաքույրն է։ Անցած տարի մայիսի 26-ին երեխան Վարդենիսի չարտում իբր ծեծորավարժության ժամանակ տանկի ստվոլը կպելա գլխին, երեխան մահացել է։ Մի րոպե, տանկի ստվոլը ոնց հակապես զինվորի տոխի։ Ճիշտն ասած, մենք էլ չգիտենք, դե այդ հարցը, այդ հանգամանքները դեռ հələ քննարկում են, դատը գնում է։ Որ զորամասներ։ Վարդենիսի 59016։ Իդեպ առաջի այդ լուրը դուք եք իմացել, դուք եք հրապարակել, նոր հետո նոր պաշտպանության նախարարությունը, Արտաշես Արոյան, Արարատ Արոյան։ Իսկ հա, ես հիշեցի, բայց իբրթե զորավարժանքների ժամանակ տանկի ստավոլը կպելա զինվորի գլխին։ Աբսուրդ, հա, լավ, ասեք։ Ինչու՞ է խնդիրը հիմա։ Մի խոսքով պետությունը օգնություն իբր թե սահմանել են ծնողներին 15000 դրամ։ Հիմա բոլոր դոկումենտները հավաքել են, Հազար անգամ ներողություն, մի րոպե։ Զոհված մի րոպե, այդ ուղեղս բան եղավ, կախեց։ 15000 դրամ ինչի համար, կամ խի 15000 դրամ։ Որպես օգնություն ծնողին։ Ամեն ամիս 15000 դրամ։ Այո։ Էդի անգամ մինիմալ աշխատավարձ չի, 15000 դրամ այդ ծնողին չանի։ Ու դուք միջև վերջ լսեք։ Լսում եմ։ Պաշտպանության նախարարությունը մերժում է։ Դաժե այդ 15000 դրամն է շատ համարում, որ ստանան այդ երեխայի ծնողները։ Դա ավելի շուտ, գիտեք ինչ, ավելի լավ է չտան, քան թե տան, որովհետև ես ամենայն անկեղծությամբ դրա մասին տեղյակ չեմ, որպես բան գոյություն ունի, 15, որովհետև սա ավելի շատ վիրավորանք, հա։ Քան օգնություն 15000 դրամ ինչ անի այդ ծնողը։ Այսինքն ծնողը տվել է քեզ տղա, որը որ զոհվել է խաղաղ պայմաններում, այսպես ասած, ոչ մարտական գործողությունների ժամանակ, ձեր անփութության պատճառով, իսկ շատ ներողություն, ում են դատում։ Այդ դուք ասիք դատա գնում, ում են դատում։ Ո՞վ է դատվողը հիմա։ Դե այդ մեղավորներին ինչ ա եղել, ոնց ա եղել, ես մանրամասը չգիտեմ։ Հա։ Լավ, շարունակեք հələ։ Մի խոսքով այդ 15000-ն են շատ համարում, որ տան այդ ծնողներին, ու մենք դաժե զանգել ենք պաշտպանության նախարարության թեժգից, մեզ ասել են դա մեր գործը չի, զանգեք նախարարություն։ Նախարարությունն էլ ասել է բանը օնլայն նամակ գրեք պաշտպանության նախարարություն։ Այսինքն երեխային մնացել է 20 օր, որ երեխան զորացրվի գա, երեխային չի երեխու, ասես ասեմ, մարմինն են մեզ տվել, ու հիմա այդ 15000-ը պետությունը չի ուզում վճարի ծնողներին։ Բայց 1000 անգամ ներողություն, ծնողը այդ 15000-ը ուզում է ստանա, այդ ուզում հասկամ դա ինչ գումար է։ Ոչ, չի ուզում ստանա, այդ 15000 դրամ ոչ, դա ծնող ավելի շատ իր երեխուն է ուզում։
15000 դրամը դա խեղկատակություն է։ Ես ուզում եմ հասկանամ այդ 15000 դրամը սահմանված է որպես փոխհատուցում որ դեպքերում խաղաղ պայմաններում զոհված զինվորների համար, թե դա այդ ուղակի բարի կամքի դրսևորում է, օրինակ Սուրեն Պապիկյանի մի րոպե, Սուրեն Պապիկյանի դլոները, որ հիմա քաղաքապետարանում են, անջաման պաշտպանության նախարար, ինքը 9 հատ դլո ունի, որոնք որ այսպես կոչված խորհրդական ու օգնական են, որոնցից ոչ մեկը տղա չի, բանակ չի ծառայ, զինվորական կրթություն չունի, ուղակի դլո է։ Այդ դլոին, այդ որ հիմա 15000 դրամ տաս, ինքը իցիկի դլոնի մանիկյուրի վրա չի ծախսի, Սուրեն Պապիկյանը այդ թիվը որ սահմանել է, նախ թիվ նախայտարակություն։ Դες բան սանկամ մինիմալ աշխատավարձ չի, ես չգիտեմ ինչա։ 15000 դրամը դա այո փող չի։ Իրան ախր ոնց որ ծնողին ձեր քարնեն։ Ինձ թվում է մեր նման շատ հազարավոր մարդիկ կան, որ այդ իրավիճակի մեջ են։ Ես որպես այդ երեխայի մորաքույր, ես բողոքը ներկայացնում եմ, որ մենք 20 տարի մեծացել ենք այդ երեխուն, ուղարկել ենք բանակ ու սպասել ենք, որ պետք է այդ երեխան գա 20 օր մնացել, որ այդ երեխան գա։ Ու այդ վիճակով հիմա դուք պարոն Ղուկասյան այդ ծնողի վիճակը պատկերացնում եք 15000 դրամ ում են ձեռ առնում։ Հետո մեր երեխուն բերեն հետ տան։ Ես առաջ անգամ եմ բան լսում։ Իսկ մի 1000 անգամ ներողություն, բացի 15000 դրամից, որպես կերակրողին կորցրած, ինչ-որ մի արտոնություն ունի ծնողը, թե չէ։ Այդ եմ ուզում հասկանալ։ Ոչ մի արտոնություն, մենք հələ ոչ մի բանից չենք օգտվել անկեղծ ասած, չգիտենք։ Չգիտեմ, անվճար բուժօգնություն, խոսքի օրինակ, հիմա ծնողը որդիա կորցրել է, բնականաբար կառաջանան մի շարք հիվանդություններ ծնողի մոտ, քրոնիկական հիվանդությունները կսրանան։ Ոչ մեկին, ինքը ոչ միտեղ չի դիմում։ Բայց կա նման օգնության փաթեթ ունի, խոսքի օրինակ գնա անվճար հոսպիտալում սիրտը նկարելու, խոսքի։ Դες չենք դիմել, ինձ թվում է կլինի։ Թվում այո չի, թվում այո 15000 դրամ տվողը չեմ կարծում, որ Ինձ թվում է կամ կմերժի է, ես չեմ կարող ասեմ, որտեղ մենք այդ առաջի շոկը սա է, որ օգնություն ու 15000 դրամ։ Իսկ երբևէ ստացել եք։ Ստացել են միայն երեխայի այդ թաղման ժամանակ այդ վաղ են գումար ստացել դրանից հետո Իսկ ինչքան է տվել 1000 անգամ ներողություն անհամեստ հարցից համար։ Ճիշտ ասած ես ինչ փուլ չեմ տվել հարցնեմ քուրիկի։ Իսկ որտեղ է բանը թողակավորված զինվորը։ Զինվորը Թալինի շրջան Ագարակավան գյուղից է։ Գյուղից որպես օրենք։ Ինչ ասեմ, ես ինքը զարմացած եմ, զայրացած եմ, ձեզ համբերություն խիստ կասկածում եմ, որ զինվորը մահացել է տանկի ստավոլի հարվածից, որովհետև նախ տանկը իաստավոլն ուր, զինվորի բոյն ուր, ինչ գործ ուներ, զինվորը տանկի ստավոլի տակ, այդ ոնց ինչավ տվեց գլխին, որ մեռավ։ Ես չեմ կարող հասկանամ, ինչ հեքիաթ է։ Համենայն դեպս ես առաջ անգամ եմ լսում նման բան, իմ սա, այսպես ասած, կյանքի ընթացքում այդքան էլ բանակի հետ առնչվել են, բայց տանկի ստվոլից, հա, եղել է, որ ընկել է տանկի տակ, եղել է, որ տանկը տանկին է խփել։ Դա ուրիշ, բայց տանկի ստվոլից ես առաջ անգամ եմ լսում դες դեպք։ Ինչ ասես սրանց օրը կլինի։ Համբերություն զինվորի ծնողին, իսկ ինչ վերաբերում է 15000 դրամի, սա հայտարարություն է։ Իսկ եթե որևիցե մեկը կորցնում է իր զինվորին խաղաղ կամ որդուն խաղաղ պայմաններում, ապա գոնե պիտի 75000 դրամ, այսինքն թոշակի չափով ինչ-որ մի բան տվեցվի, մինիմում, այլ ոչ թե 15000 դրամ, եթե նորմալ երկիր է։ Եղավ 1000 անգամ մեզ կներեք, մենք շարունակենք մեր եթերը, շնորհակալություն ձեզ։ Ես նորից եմ կրկնում, ես sense բան լսում եմ առաջին անգամ ու բնականաբար չեմ զարմանում, որովհետև սրանք բոզի տղա են։ Ու նամանավանդ, այո, ես հիշեցի առաջինը դրա մասին բարձրաձայնել էինք մենք, հետո նոր բանը դրա մասին հայտարարեց, տանկի ստվոլից մեռնելը կապելա գլխին, նախ տանորից եմ կրկնում, բարձրությունը, այդ ինչ ձև եկա ֆրցել։ Ակնհայտ է, որտեղ ինչ-որ մի բան այն չի։ Անցանք առաջ։ Ես հույս ունենամ, որ այս բոլոր հանգամանքները, այս բոլոր դեպքերը ոչ մի զոհվածի ծնող երբեք ընտրատեղամաս գնալուց Նիկոլ Փաշինյան երևույթին կամ ռոբասերժական երևույթներին երբեք չի տա իր ձայնը, որովհետև այս բոլորի ժամանակահատվածում մենք ունեցել ենք այդպես էլ չբացահայտված զինվորների մահեր, թե Ռոբիկի ժամանակ, թե Սերժիկի ժամանակ, նամանավանդ, ես մինչև այսօր այդ հիշում եմ այդ բոլորի զոհվածների մայրերին, որոնք որ ամեն 5 շաբթի օր, 5 շաբթի, 4 շաբթի, 5 շաբթի կառավարության նիստի ժամանակ, Տիգրան Օհանջանյանի մայրը
Այնտեղ մի հատ տղա կար անթավը մորանում եմ Վիտալիկ էր, Վիցիայր է, տղայի մայրը բոլորը պարտաճանանչ կերպով ամեն 5 շաբթի գալի կանգնում էին կառավարության դեմը, ուզում էին պատասխանը ստանալ, ինչից մահացան իրենց երեխաները եւ այլն։ Պետությունը չունեցավ այդպես էլ միջև վերջ համարձակություն։ Հիշում եմ Սերժ Սարգսյանի շփումը զոհված զինծառայողների ծնողների հետ Բաղրամյան 26-ում ճաղերի հետևից, որ այսօր հելել են սերժականներին, ինչ որ սերժ են գովում։ Հիշում եմ նույն կադրերը, երբ որ կամիր պերետավորները նույն զոհվածների ծնողներին, ոչ թե զոհված, ներողություն, սպանվածների ծնողներին, ոտու ձեր արած նամանավանդ Տիգրան Օհանջանյանի մորը, ոտու ձեր արած վեկալում տանում դնում էին դեմի մայթը։ Հիշում եք այդ կադրերը։ Իսկ այսօր այդ նույն սերժական դեպուտատները, այդ նույն սերժական լրատվամիջոցները ասում են կամիր պերետավորները երաբլուրից հեռացրեցին զոհվածների մայր։ Այն նույն բոզիտողությունը դուք եք արել։ Տեսել եք այս ղախ պիտաղենը ցեզից ասովոր է։ Որ այո կարելի է վերցնել զոհվածի ծնողին, ոտու ձեր մազեր բռնած տանը շպրտել մի կողմ։ Նույնը եղել է Բաղրամյան 26-ի ժամանակ։ Ես որ մի քանի անգամ ես եմ եկել Բաղրամյան 26։ Փարկածո կադրը կա։ Այնուն ծովինալ, մովինալը որ հարցակվել էին ինվերեն։ Դե ծառայելից, դե ծառայելից։ Բայց որ այդ նույն ծովինարը, ինչ է, ծովիկ է, ծովինարը այդ ակնոցավոր աղջիկը, որին ձեր հոշոտը Բաղրամյան 26-ի դեմը։ Բայց որ հելի գնա Նիկոլին հոշոտի։ Ասա Նիկոլ դու ծառայելից։ Ուրա, աղբերն էլ զոհ է, ինչն է զոհ է։ Ես էլ ասում եմ ես ծառայել եմ։ Քո բանը, քո ազգտակը ծառայելա։ Ասում ես իմ ազգի տակից բոլորը ումը որ ես գիտեմ, ումը որ կապ եմ պահե։ Եթե չեն ծառայ զորով ենք պետուղալքի, ես ազգի տակ նախ չունեմ։ Ով որ կա զորով եմ ղրգե բանակ։ Ինչ հոշոտը մեին։ Ինչ հոշոտը մե, որ եկել է ասի, քել է գնանք ռազմական ոստիկանություն, այնտեղ բարձեք ձեր հարցերը։ Ստեղ ձեզ ընդունող չկա, Սերժիկը ձեզ չի ընդունի։ Հիշում եք, փարկածո վիդեոները կա, տեսանյութը կա, որից հոշոտը մեին։ Բայց ոսի չեն հոշոտում։ Այսօր քիչ չեն ეთում Սուրեն Պապիկյանին հոշոտեն նույն ծովինարները։ Հա? Խելոք նստել են տեղները։ 15 հոգու Սուրեն Պապիկյանը մի դրբեն ճամփեց են աշխարհ։ 15 հոգու, վառին ժայտանին ճամփին։ Ուր են բայ դրանց ծնողները։ Գնաց է հավարով հարցակվել են եթեմի վրան, որը դատարանում է։ Միանշանակ համոզված են, որ այդ եթեմի տակը կա, չի խոսում։ Չի խոսում, որ դա վախկոտ երևույթ է, թողնի դատարանի մասի տոզեն մոլ բերանել իսկականից, սենց այլ ախպեր։ Վերջացավին չոզմա տոլնի, ոչ թե ով, խաչական կվամ, աշկերետ, գյադու ես եմ էթա մայրեք էլ երեք էլ տոլեսոր էլ, սևանուն դատներ։ Անաշան հելի միանգամից ասաց ու ծաղի տիրում էլ ինչ ուզմա տոլնի, ընկեր կալանավոր, հետ պատի պրծի միանգամից ծաղի մոտ բերանը։ Նյատել դրել են, ծնեն, այդ սաղի, ֆունդամենտալ ես բոզիտողությունը, Սերժ Սարգսյան։ Ինչ էին գսեմ, դու ծարայել ես։ Ուր է այդ ծովիկը հիմա ուրա, ծովիկ էր, ծովինարը, լրպությունը դարել էր։ Բանու կա, YouTube-ում, բայ իմ աղջիկ ջան, գնա հարցակի Սուրեն Պապիկյանի վեր են, ատես լրպությունով։ Ուզում է ինքնասպանել, հա, այդ լակոտելը, դուք ես ինքնասպանել եմ։ Հելի ասա խարի սաղին յալ, սաղի տիրում էրը։